2024 թվականը Հայ-Էկոնոմ բանկի համար հաջողությունների և ձեռքբերումների տարի էր։ Հակառակ նոր մարտահրավերներին, շուկայում օրեցօր սրվող մրցակցությանը, բանկի համար տարին նշանավորվել է մի շարք կարևոր արդյունքներով՝ հիմնական ցուցանիշների զգալի աճ, եկամտաբեր ակտիվների ավելացում, նոր ռեսուրսների ներգրավում, կապիտալի աճ։ Հայ-Էկոնոմ բանկի վարչության նախագահ Արտակ Առաքելյանի խոսքով, 2024 թվականին բանկի ակտիվներն աճել են 14, պարտավորությունները 11%-ով։ Հաճախորդներին տրված վարկերի ծավալը կազմել է 342.1 միլիարդ դրամ, նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 17%-ով։ 2024-ին Հայ-Էկոնոմ բանկը ամրապնդել է իր դիրքերը բանկային համակարգում, ունեցել են կայուն աճ բոլոր տնտեսական ցուցանիշներում։ Մեծ ուշադրություն ենք դարձրել նորարար ծառայությունների արդի լուծմանը։ Բանկի բաժնետերերի թիվը հասնում է 7500-ի։ 2024 թվականի ընթացքում տեղաբաշխվել են 1.5 միլիարդ դրամի և 3.5 միլիոն դոլարի պարտատոմսեր և շուրջ 9 միլիարդ դրամ շուկայական արժեքով բաժնետոմսեր։ Հայ-Էկոնոմ բանկի զարգացման գերակա ուղղություններից է նաև միջազգային համագործակցությունը։ 2024 թվականին բանկը միջազգային ֆինանսավարկային կառույցների հետ կնքել է 66 միլիոն դոլար վարկային պայմանագիր։ Հայ-Էկոնոմ բանկի վարչության նախագահ Արտակ Առաքելյանի խոսքով, ներգրաված ռեսուրսներն ուղղվելու են միկրո, փոքր, միջին բիզնեսի, կանաչ նախագծերի, էներգոարդյունավետության ծրագրերի, կին և երիտասարդ ձեռներեցների նախաձեռնությունների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։ Բանկը միացել է Ասիական զարգացման բանկի և ITC խորհրդատվական ընկերության հետ իրականացվող կանաչ ֆինանսավորման խթանում կայուն զարգացման համար տեխնիկական աջակցության ծրագրին։ Մի քանի նոր վարկային պայմանագիր էլ կնքվել է այս տարի, ներգրավելով շուրջ 70 միլիոն դոլարի համարժեք ֆինանսական միջոցներ, որոնք ուղղվելու են նույն ոլորտների զարգացմանը։ 2024 թվականին բանկը համագործակցել է խոշոր ընկերությունների հետ։ Անցյալ տարի ներգրավել է մոտ 70 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում։ Մենք հույս ունենք, որ նոր նշաձող կսահմանենք 25 թվականին։ Կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, Հայ-Էկոնոմ բանկը 2024 թվականին շուրջ 170 միլիոն դրամ ուղղել է կրթական, առողջապահական և սոցիալական ոլորտների աջակցության ծրագրերին։ Բանկը նոր համագործակցություն է սկսել Զինվորի տան հետ, այն ունենալու է 2 բաղադրիչ։ Զինվորի տան հետ համատեղ իրականացնելու ենք 2 ծրագիր։ Առաջինը կրթական, որի արդյունքում զինհաշմանդամները կկարողանան հետագայում աշխատանքի տեղավորվել, և երկրորդը թողունակության ընդլայնման ծրագիրն է Զինվորի տան համար, և այդ ծրագիրը ընդհանուր կունենա 50 միլիոն դրամ արժողություն։ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը կարևորում է այս ծրագրերը։ Զինհաշմանդամների կյանքի բարելավմանն ուղղված յուրաքանչյուր աջակցություն անհրաժեշտություն է, ասաց ռեկտորը։ Յուրաքանչյուր նման ծրագիր, որ սոցիալական պատասխանատվության դաշտում է իրականացվում և պսակվում է նաև տղաների ամբողջական սոցիալիզացիայով, մեզ համար ոչ միայն հետաքրքիր է, այլ անհրաժեշտ, և այդ առումով կարծում եմ սա մեր կարևորագույն ուղղություններից մեկն է, ոչ միայն բուժել, այլ նրանց ամբողջական ներգրավվածությունը սոցիալական կյանքում, նրանց աշխատանքի հնարավորություն տալով և այդ ամենը անելը հաշվի առնելով տարիքը նաև կրթական շերտի հիման վրա։ Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանն ու Հայ-Էկոնոմ բանկի վարչության նախագահը ստորագրեցին հուշագիրը։ Այս համագործակցության շրջանակում բուժման իրենց հերթին սպասող զինհաշմանդամները կկարողանան ավելի բարեկեցիկ պայմաններում ստանալ անհրաժեշտ բուժօգնությունը, ասաց կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը։ Մենք մեր թողունակության մեծացման շնորհիվ կկարողանանք այդ տղաներին ավելի լիարժեք բուժել, և մենք ավելի մեծ մահճակալային ֆոնդ կունենանք առանց հերթերի սպասարկելու ավելի արժանապատիվ ու գեղեցիկ պայմաններում նրանց բուժումը կազմակերպելու համար։ Բանկի ղեկավարությունն անակնկալ ուներ նաև Բյուրականի հանդարտ թատրոնի համար։ Այն 10 միլիոն դրամի աջակցություն կստանա ընթացիկ կարիքները հոգալու համար։ Առաջիկայում Հայ-Էկոնոմ բանկը մտադիր է որակական նոր հարթություն տեղափոխել իր մրցակցային առավելությունները, նպատակ ունենալով ամրապնդելու դիրքերը շուկայի բոլոր հատվածներում։ Բանկի համար այս տարվա առաջնահերթությունը ՓՄՁ ոլորտի ֆինանսավորումն է։
Աիդա Ավետիսյան, Էդվարդ Ասատրյան, Ռադիոլուր։